Մի մոդեռն ծածկ է հայտնվել Արուճի 7-րդ դարի եկեղեցու գլխին, որ ձյուն չգա վարչապետի գլխին, երբ այստեղ հերթական իր խոսքով հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին է մասնակցում։ Էլ ինչ փառատոն առանց Փաշինյանի խմբագրումների, եթե Հայաստանի վարչապետը անգամ պատարակներ է խմբագրում։ Պետական օրհներգը, որ հնչում է, էլի փաշինյանական խմբագրման ենթարկվածն է։ Անմեղ մարդու աղոթքը։ Անմեղ մարդ։ Հայաստանի վարչապետի մասին իր իսկ հայտարարություններից ելնելով ասում են ճաշից առաջ Հռոմի պապ, ճաշին պապ թագավոր, ըստ էության ընթրիքին Հիսուս Քրիստոս։ Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում։ Դեռ 2018-ին է Փաշինյանը իրեն համեմատել Հիսուսի հետ, հայտարարել, ինչպես Հիսուս Քրիստոսն է անդամալույծին ասում վեր կաց ու քայլիր, այնպես էլ ինքն է հայ ժողովրդին ասում վեր կաց ու քայլիր, դու անդամալույծ չես։ Վեր կաց ու քայլիր։ Սա նշանակում է 2019 թվականի նոյեմբերին էլ ավելի է զլել աստվածային լինելու իր այս թեզը, ակնարկել է ինքը Աստծո որդին է, ՔՊԱ-ականները առաքյալներ։ Մեր խնդիրն է, որ այս պետական պաշտոնյայի, այս իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի, էլի կներեք այդպիսի ձևակերպման համար Հիսուսի բարդույթով։ Ակնհայտորեն 2024-ին էլ ասել է Հիսուս Քրիստոսը իր համար ոչ միայն Աստծո որդի է, այլև մեծագույն հեղափոխական։ Իսկ հեղափոխությունն ու ՔՊ-ն քույրեր են։ Մեր կուսակցությունը բազմիցս մեռել է եւ բազմիցս խառնել է։ Ինչու է Փաշինյանը համոզում բոլորին, որ իրենք սովորական հողեղեններ չեն, որ արդարացնի ՔՊ-ի հակաեկեղեցական արշավը, բացատրում են վերլուծաբանները։ Եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Երբ կաթողիկոսին աղանդավոր հռչակի հայ առաքելական եկեղեցու դերը նվազեցնի, էլ ոչ ոք չի հիշի, որ սահմանադրությունն արգելում է վարչապետին խառնվել եկեղեցու գործերին։ Փաշինյանն այդ դեպքում կարող է ասել, որ ճիշտն իր ուսմունքն է, ու ինքը, որպես Աստծո որդի, Հիսուս Քրիստոս, տարածելու է այդ ուսմունքը։ Որպես Հիսուս Քրիստոս բարձր է նաև կաթողիկոսից, ու նա պետք է իրեն ենթարկվի, նկատում են փորձագետները։ Ես չեմ բացառում, որ որևէ կազմավորումներ կարող են հիմնադրվել հակաթոռի գաղափարից սկսած, վերջացրած նոր ինչ-որ աղանդի ստեղծմամբ, ես դրանք չեմ բացառում, բայց այսօրվա դրությամբ դրանց անգամ այդ ստեղծման նպատակը ժողովրդի պարակտումն է, եկեղեցու հնազանդեցումն է, որպեսզի մարդիկ պարակտվեն, մեկը գնում է պայմանական Սուրբ Աննա եկեղեցի, պետք է 3 գնար, թե պետք է գնար Սուրբ Էջմիածին։ Պարակտված ժողովրդին հեշտ է ղեկավարել, իշխանություն պահել, ասում է մեր ձևով շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։ Հիշեցնում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա կես ժամանոց երթ կազմակերպելուց հետո Փաշինյանը կոչ է արել ազատվել նրանցից, ովքեր դեմ են վեհարանը վեհափառից ազատելուն։ Զեղչեն այն անունը, որը չպետք է հնչի խորանից։ Խամաճիկային մի կառույց է ուզում լինի, որովհետև տեսեք, ով է այսօր, որ կառույցն է այսօր ամենաշատը խոսում արցախցիների իրավունքների մասին, ով է ամենաշատը խոսում Արցախի մասին առհասարակ, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, իդեմս վեհափառի։ Սա մեր արժեքների համախմբումն է եւ հետեւաբար այսօրվա իշխանությանը ձեռնտու չի այս ամենը եւ հետեւաբար պետք է վերացնել մեր պետականության հենասյուները։ Հայ առաքելական եկեղեցու վրա ատամ կրճտացնելը կատակ բան չէ, Փաշինյանը հեշտ չի մարսելու հակաեկեղեցական արշավը, ասում է մեր ձևով շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։ Մենք վերադարձել ենք, մենք եկել ենք եւ մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողի։ Փաշինյանը
ում միջոցով է իրականացնելու եկեղեցին բարենորոգող իր ծրագիրը։ Տիրադավ եպիսկոպոսների ու քահանաների, որոնք տարատեսակ կոռուպցիոն գործերով են անցնում մութ պատմություններով, թե իր զուգընկերուհու, որ խախտում է հայ կնոջ պատարագին մասնակցելու 1700-ամյա ավանդույթը, գլուխը քողով ծածկելը։ Իդեպ, Նյուզեյեմի ուսումնասիրության համաձայն Աննա Հակոբյանի Սուրբ Ծննդյան հանդերձանքի միայն զարդերի ընդհանուր արժեքը 8 միլիոն դրամ է։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Անիվանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։